Ծննդոց, գլուխ 17 Երբ Աբրամն 99 տարեկան եղավ, Տերը երևաց Աբրամին և ասաց նրան. Ես եմ ամենակարող Աստվածը, իմ առաջ քայլիր և կատարյալ եղիր։ Ես իմ ուխտն եմ դնելու իմ ու քո միջև և անչափ բազմացնելու եմ քեզ։ Աբրամը երեսնիվայր ընկավ, և Աստված խոսեց նրա հետ, ասելով. Ահա իմ ուխտը քեզ հետ է, դու բազում ազգերի հայր կլինես։ Այսուհետև դու Աբրամ չպիտի կոչվես, այլ քո անունը Աբրահամ կլինի, որովհետև բազում ազգերի հայր եմ դարձնելու քեզ։ Խիստ շատ կաճեցնեմ քեզ, քեզանից բազում ազգեր ծնունդ կառնեն, թագավորներ դուրս կգան քեզանից։ Ես կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո միջև և քեզնից հետո քո սերնդի միջև իրենց սերունդների համար, որ հավիտենական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո քո սերնդի համար։ Քեզ և քեզնից հետո քո սերնդին կտամ քո պանդխտության երկիրը, այսինքն Քանանի ամբողջ երկիրը, որպես հավիտենական կալվածք և նրանց Աստվածը կլինեմ։ Աստված ասաց Աբրահամին. Իսկ դու պահիր իմ ուխտը, դու և քեզնից հետո քո սերունդն իր սերունդներում։ Այս է իմ ուխտը, որ պիտի պահեք իմ ու ձեր միջև և քեզնից հետո քո սերնդի միջև։ Ձեր բոլոր արուները պետք է թլպատվեն։ Ուրեմն թլպատեք ձեր անթլպատ մարմինը, դա կլինի ուխտի նշան իմ ու ձեր միջև։ Ձեր բոլոր սերունդների մեջ 8 օրական ամեն արուն թլպատվի։ Ընդոցինը արծաթով գնվածը ամեն օտարից, որ քո սերնդից չէ։ Քո ընդոցինն ու արծաթով գնվածը պետք է անպայման թլպատվեն։ Իմ ուխտը հավիտենական ուխտ պիտի լինի ձեր մարմնի մեջ։ Անթլպատ արուն, որի անթլպատության մարմինը թլպատված չէ, պիտի կորչի իր ժողովրդի միջից, որովհետև նա անարգած կլինի իմ ուխտը։ Աստված ասաց Աբրահամին. Քո կնոջը Սարային Սարա չասես, այլ Սարահ կլինի նրա անունը։ Ես կօրհնեմ նրան։ Նա և նրանից մի որդի կտամ քեզ։ Կօրհնեմ նրան և նրանից ազգեր կլինեն։ Ժողովուրդների թագավորներ կլինեն նրանից։ Աբրահամը երեսի վրա ընկավ, ծիծաղեց և իր սրտում ասաց. Արդյոք 100 տարեկան մարդուց զավակ կլինի և 90 տարեկան Սարան կծնի։ Աբրահամն ասաց Աստծուն. Օ, թող Իսմայելն ապրեր քո առաջ։ Աստված ասաց. Այո, քո կին Սարան որդի կծնի քեզ համար և նրա անունը Իսահակ կդնես։ Ես իմ ուխտը կհաստատեմ նրա հետ որպես հավիտենական ուխտ նրանից հետո նրա սերնդի համար։ Իսմայելի համար էլ լսեցի քեզ։ Ահա օրհնեցի նրան, կաճեցնեմ նրան և անչափ կբազմացնեմ նրան։ Նա 12 իշխաններ կծնի և մեծ ազգ կդարձնեմ նրան։ Բայց իմ ուխտը կհաստատեմ Իսահակի հետ, որին Սարան կծնի քեզ համար եկող տարի այս ժամանակ։ Եվ Աստված վերջացրեց նրա հետ խոսելը և վեր բարձրացավ Աբրահամի մոտից։ Աբրահամն առավ իր որդի Իսմայելին և իր բոլոր ընդոցիններին, իր բոլոր արծաթով գնվածներին, Աբրահամի ընտանիքում եղած բոլոր արու մարդկանց և հենց նույն օրը թլպատեց նրանց անթլպատության մարմինը, ինչպես որ Աստված ասել էր նրան։ Աբրահամը 99 տարեկան էր, երբ նրա անթլպատության մարմինը թլպատվեց։ Իր որդի Իսմայելը 13 տարեկան էր, երբ թլպատվեց նրա անթլպատության մարմինը։ Հենց նույն օրը թլպատվեցին Աբրահամն ու իր որդի Իսմայելը։ Իր հետ թլպատվեցին իր տան բոլոր մարդիկ, իր ընդոցինները և օտարականներից արծաթով գնվածները։